ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը նախագծով նախատեսվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը։ Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով։ Այս քայլով կառավարությունը ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաեւ Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավականու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր, հարգելի գործընկերներ։ Պարոն Խուդացյան, իսկ այս օրենքների նախագծերը անցումային ժամանակահատված կամ կարգավորումներ նախատեսում են, մասնավորապես խոշորացված համայնքում բյուջետային գործընթաց սկսելու համար կպահանջվի որոշակի ժամանակ եւ ենթադրաբար 2026 թվականին տարին պետք է մեկնարկի արդեն խոշորացված համայնքի ֆինանսական պլանով։ Ինչ կարգավորումներ են նախատեսվում կամ պրակտիկայում ինչպես է դա տեղի ունենում։ Հիմա առանձին երկու համայնքներ են կմիավորվեն եւ միասնական ֆինանսական պլանով պետք է շարունակեն իրենց գործունեությունը, այդ անցումը ինչպես է կառավարվում։ Այո, պարոն փոխվարչապետ, միասնական բյուջե են ունենալու բնականաբար դրանից հետո ինքը ժամկետը համընկնում է տարեվերջին, պիտի ասեմ, որ 2021 թվականին մենք միավորման ավելի ուշ, այսինքն դեկտեմբերի 5-ին միավորման օրինակներ ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ ինքը բյուջետավորման գործընթացին չի խանգարելու, այս պահին արդեն մեծ հաշվով համայնքները տեղեկացված են կամ կտեղեկանան սրանով միավորման գործընթացի մասին, ինչը ավելի կհեշտացնի իրենց աշխատանքը։ Արդեն ընտրություններից հետո, երբ նորընտիր ավականին ուրեմն իր լիազորությունները կստանձնի, դրանից հետո արդեն ավականուն հաջորդ նիստերով կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն։ Իսկ 2025 թվականի բյուջետային գործընթացը շարունակվելու է այնպես ինչպես հիմա կա, անկախ նրանից, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի միասնական ավականի, թե այդ պահից միավորված են համարվելու նաև բյուջեները։ Այդ պահից միավորված են համարվելու նաև բյուջեները, բայց մեծ հաշվով ինքը ժամկետը, քանի որ համընկնում է տարեվերջին, որպես այդպիսին արդեն հիմնական ծախսային մասը ավարտված է լինելու եւ բացի աշխատավարձային որոշակի վճարումներից եւ այլ ոչ մեծ ծավալ զբաղեցնող վճարումներից, այլ ավելի լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Այլ հարցեր։ Հարցեր չկան, ովքեր են դեմ։ Հա, կուզեմ առիթը օգտագործել նաև ներկայացնել միավորման նպատակը, ինքը մենք Վաղարշապատ համայնքի դեպքում նախկինում Վաղարշապատը միավորված է եղել Էջմիածին քաղաքով եւ ընդամենը մեկ գյուղական բնակավայրով։ Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի փոքր միավորները արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետև մեր նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր ուրեմն համայնքներին ավելի մեծ հատկացումներ եւ այս ստեղծված իրավիճակով պայմանավորված մենք վերամիավորումներ ենք անում, իմիջիալոց վերամիավորման process-ը միայն այս դեպքով չի եւ առաջիկայում էլի այդպիսի արդեն միավորված համայնքներ կմիանան իրար, ասեմ, որ 2015 թվականին է ընդհանուր առմամբ միավորման գործընթացը համայնքների մեկնարկել եւ 2016 թվականին արդեն անցկացվել են առաջին ընտրությունները 3 համայնքներում այդ ժամանակ՝ Տաթևում, Թումանյանում եւ Դիլիջանում։ Այսօր ընդհանուր համայնքների թիվը Հայաստանում 71 է, որից 64-ը միավորված համայնքներ են։ Այս փոփոխության արդյունքում համայնքների թիվը եւս մեկով կկրճատվի եւ կդառնան 70։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, քվեարկության է դրվում զեկուցվող հարցը, ովքեր են դեմ նախագիծը հաստատելուն։ Դեմ չկա, նախագիծը հաստատված են, հարգելի գործընկերներ, օրակարգի հարցերի քննարկումը սպառված է, նիստը ավարտված է, շնորհակալություն։